Ողջույն, ծովահայերն է եթերում, ես Աննա Մարտիկյանն եմ։ Այսօր խոսելու ենք Դա Վինչիի ձեռագրերը ուսումնասիրող հայ գիտնականի մասին, ով Խորհրդային Միությունում առաջամարտիկներ ջրահնագիտության կամ հիդրոհնագիտության։ Ծովահայերի տաղավարում հյուրընկալել ենք Օրբելի եղբայրների տուն թանգարանի ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանին։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Հարգելի ունկնդիրներ։ Խոսքը Ռուբեն Օրբելու մասին է, Օրբելի եղբայրներից ավագի, ում մասին ավելի քիչ հայտնի է որպես ջրահնագիտության կամ ստորջրյահնագիտության հիմնադիրը Հայաստանում։ Բավականին մեծ գործեր է արել, սակայն բավականին քիչ է այդ մասին տեղեկատվությունը։ Նախ ծանոթանանք ռեպորտաժին, այնուհետև վերադառնանք տաղավար եւ շարունակենք մեր զրույցը։ Աշխարհի գերտերություններից մեկի Խորհրդային Միության ստորջրյահնագիտության կամ հիդրոհնագիտության առաջամարտիկը հենց մեր հայրենակիցն է Ռուբեն Օրբելին, Օրբելի եղբայրներից ավագը։ Ստորջրյահնագիտության գործին վերաբերող հսկայական գրականություն եւ արխիվային նյութեր է ուսումնասիրել Ռուբեն Օրբելին։ Նա խոշորացույցի եւ հայելու օգնությամբ ուսումնասիրել է Լեոնարդո դա Վինչիի բնագրերը։ 1934 թվականին Ռուբեն Օրբելին հրավիրում են աշխատելու հայտնի Էպրոնի հատուկ նշանակության ստորջրյա արշավախմբի կազմում, որտեղ նա զբաղեցնում է գիտական խորհրդատուի, գիտական եւ տեխնիկական խորհրդի անդամի եւ պատմագրագետի պաշտոնները եւ ձեռնարկում ջրասույզ հնագիտական հուշարձանների փնտրտուքը պատմական աղբյուրներում։ 1937 թվականին Ռուբեն Օրբելին ձևավորում է առաջին ստորջրյա արշավախումբը եւ աշխարհում առաջին անգամ ջրասուզական կազմակերպությունը դառնում է գիտության դրոշակակիր, ծնունդ է առնում պատմական գիտության նոր ճյուղ՝ ստորջրյա հնագիտություն կամ հիդրոհնագիտություն։ 1937-ից 39 թվականներին նրա անմիջական նախաձեռնությամբ իրականացվում են հիդրոհնագիտական գիտարշավներ Սև ծովում եւ Խորհրդային Միության ջրային այլ ավազաններում։ Ռուբեն Օրբելու ղեկավարած արշավախմբերը հայտնաբերում են ստորջրյա հունական քաղաքի մնացորդներ Ղրիմում, հնադարյան նավահանգստային կառույցներ Օլիվիայում, Հերսոնեսում։ 1939 թվականին արշավախումբը Բուգ գետից հանում է մոտ 2500 տարի առաջ սուզված սկյութական նավակ։ Օրբելին տալիս է ստորջրյա կառույցները պաշտպանելու նպատակով ծովափերն ամրացնելու գաղափարը, առաջարկում հնագույն իրերը ջրից հանելու եւ պահպանելու եղանակներ։ Պարոն Մկրտչյան, Ռուբեն Օրբելին, Օրբելի եղբայրներից ավագը, ինչու է այդքան քիչ գովազդված, կոպիտ ասած կամ մեր լեզվով ասած, ներկայիս ժամանակի գովազդային լեզվով ասած, ինչու է քիչ գովազդված Ռուբեն Օրբելու աշխատությունները, թեկուզ համեմատության, եթե համեմատականներ տանենք երկու եղբայրների հետ, Հովսեփ եւ Լևոն Օրբելիների։ Օրբելիների, դա իր պատճառներն ունի։ Խնդիրը նրանումն է, որ Հովսեփը եւ Լևոնը հենց ուսանողական նստարանից, Հովսեփը հնագետ, մշակութաբան, Լևոնը ֆիզիոլոգ, այսպես շարունակեցին ուսանողական նստարանից գիտական աշխարհ եւ մինչեւ վերջին օր իրենց կյանքի զբաղվեցին իրենց սիրած մասնագիտությամբ։ Ռուբեն Օրբելու կյանքը երբեղկվել է։ Սկզբում նա ավարտեց իրավաբանական ֆակուլտետը, դասավանդում էր իրավաբանություն համալսարանում, միաժամանակ աշխատում ցարական սենատում, մինչև հեղափոխությունը ավելին նա գիտեր 12 լեզու եւ այդ ընթացքում ուսումնասիրեց նաեւ Աստվածաշունչը 12 լեզվով, ստեղծեց խմբակ, հետևորդներ ուներ Պետերբուրգում, կարդում էր դասախոսություններ եւ հիմնականում կարծում եմ այս աստվածաբանության բնագավառում իր ուրեմն աշխատանքն էր, որ խորհրդային տարիներին խանգարում էր հնչեցնել նրա անունը, հիշել նրան, խոսել նրա գործերի մասին։ Կարծում եմ սա էր։ Իսկ թանգարանի բացումից հետո արդեն մենք միանգամից անկեղծ ասեմ, թանգարանը կառավարության որոշումով նվիրված էր ակադեմիկոսներ Լևոն եւ Հովսեփ Օրբելիներին։ Մենք միանգամից ու չէր շեշտված նույնիսկ Ռուբեն Օրբելու անունը եւ ինչու։ Այո, շեշտված չէր, հա, նույն խնդիրներ այստեղ Ռուբենի մասին։ Որ Աստվածաշունչն է ուսումնասիրել։ Հավանաբար,
Բայց մենք միանգամից փոխեցինք, դրեցինք Օրբելի եղբայրների թանգարան, այդպես ստացավ քաղաքացիություն, մինչև հիմա գնում է։ Ավելին ասեմ, երբ իր դստեր Ռուսուդան Օրբելու հետ որ զրուցում էի առաջի անգամները, որ գնացի Լենինգրադ նյութեր հավաքելու, հա, նույնիսկ ինքը խուսափեց փաստորեն, այդ մասին ինձ ոչ մի բան, ոչ մի անգամ չի ասել, որ հայրը զբաղվել է Աստվածաշնչի ուսումնասիրությամբ։ Իսկ հետագայում, երբ հեղափոխությունից հետո ինքը Տամբով, Եսենտուկի համալսարաններում սկսեց դասավանդել, հա, զուտ հացի խնդիր էր լուծում ինքը այդտեղ, բայց շուտով վերադարձավ Պետրոգրադ եւ սկսեց աշխատել Գիտությունների ակադեմիայի գրադարանում, կատարում էր թարգմանություններ։ Եվ հենց այստեղ այս թարգմանությունների ժամանակ տարբեր ձեռագրեր ընկնելով նրա ձեռքը ուսումնասիրելով, կարդալով, նա եկավ այն համոզմամբ, որ պետք է ուրեմն լուրջ զբաղվել, ուրեմն ստորջրյա մշակույթի խնդիրներով եւ գրեց աշխատանքներ ինքը, քանի որ շատ լեզուներ էր տերապետում, Հռոմի Հունաստանի ջրասուզակները, Մոսկովյան Ռուսիայի ջրասուզակները, Հին աշխարհի ջրասուզակները, Լեոնարդո դա Վինչին եւ նրա աշխատանքները ստորջրյա ընկաղումների վերաբերյալ, որը նրան դարձրեց հայտնի այդ ժամանակ։ Եվ այդ պատճառով նրան հրավիրեցին Էպրոնը հատուկ նշանակության Արշավախումբ էր, որը Եթե բացենք экспедиция подводных работ особого назначения հատուկ նշանակության ստորջրյա աշխատանքների այդ կազմակերպությունը եւ հետաքրիր ասեմ ձեզ, որ առաջի ղեկավարը Ձերժինսկին էր, Ֆելիքս Էդմոնդովիչը։ Հա, աղքատ երկիր էր, ռոմանտիկ էր հնչում, այդ խորտակված նավերը, ոսկիները դուրս բերել եւ այլն, եւ այդպես կարողացան համոզել, ստեղծել այդ կազմակերպություն եւ նա 30 Այսինքն զուտ շահույթ հետապնդելու նպատակով նախ եւ առաջ տեսնելով։ Հա։ Եվ 30-ական թվականների կեսերից Օրբելուն հրավիրեցին աշխատանքի Էպրոնի կազմում եւ առաջին աշխատանքը, որ նա Էպրոնի կազմում կատարեց, դա ստորջրյա տեխնիկայի պատմությունը գրելն է, այսինքն ուսումնասիրել ստորջրյա տեխնիկան ու ջրասուզակի կարելի ասել ուրեմն կերպարի վերլուծությունը բացի այդ ինչ գործիքներով, ինչ միջոցներով է մարդը հնագույն ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը, այսինքն 20-րդ դարի 30-ական թվականները, ինչ սարքավորումներ է օգտագործել ապահովելու ուրեմն իր կենսագործունեությունը ջրի տակ։ Դա առաջին աշխատանքն էր Ռուբեն Օրբելու, որը շատ մեծ ճանաչում բերեց նրան, այս աշխատանքին անդրադարձավ Գիտությունների ակադեմիայի նախագահ Կարպինսկին, որը շատ բարձր գնահատեց, հետագայում նրան հաջորդած ուրեմն ակադեմիկոս Կամարովը, տեխնիկայի պատմության պատմաբաններ եւ ստեղծվեց հատուկ խումբ Ռուբեն Օրբելու գլխավորությամբ եւ նրան տրվեց հնարավորություն կատարելու ստորջրյա ուսումնասիրություններ, ընկղումներ, այսինքն կատարելու, դուրս բերելու մշակութային արժեքներ։ Տեսեք, Ռուբեն Օրբելին կարծես առաջինն էր Խորհրդային Միությունում, ով առաջարկեց, որ ջրասուզական գործը սերտորեն կապվի պատմության մասնագետի որակավորման հետ։ Այսինքն նա ասել էր, հիշում եմ մի դրվագում, որ պատմաբանը կարող է դառնալ սուզորդ պատմաբան, եթե ջրասուզորդություն սովորի, եւ սուզորդը կարող է նաեւ վերապատրաստվելով դառնա սուզորդ պատմաբան, այսինքն երկու մասնագիտությունների միաձուլումից ստանալ նոր մասնագիտություն, ինչը հաջողվեց իր ժամանակին, կարելի ասել, եւ հետո զարգացում ունեցավ։ Մենք ինչ ենք պնդում, որ Ռուբեն Օրբելին հիդրոհնագիտության, այսինքն ստորջրյա հնագիտության հիմնադիրն է։ Իրենց առաջ էլ եղել են մարդիկ, որ հետաքրքրվել են այս սուզորդներով, սուզվել են, ինչ որ մշակութային արժեքներ են դուրս բերել, գանձեր են դուրս բերել, բայց Ռուբեն Օրբելին եղավ այն անձնավորությունը, այն գիտնականը, որը
գրեց մեթոդաբանությունը առարկայի հիդրոհնագիտության մեթոդաբանությունը եւ ցույց տվեց այդ առարկայի նյութը, այսինքն որ այդ առարկան ունի իր հատուկ մեթոդաբանությունը եւ ունի իր նյութը ուսումնասիրման նյութը, այսինքն ջրերի, լճերի հատակներում դրանք խորտակված մշակութային արժեքներն են եւ ինքը ձևակերպեց հետեւյալ կերպ գաղափարը, որ պետք է այդ ուրեմն սուզված արժեքները դուրս բերել, դնել եղածների կողքին եւ առավել համալիր ցույց տալ ուրեմն համաշխարհային մշակույթը, այսինքն ինքը գտնում էր, որ թերիը այս ինչ որ եթե ասենք վերգետնյա, հա, ոչ ծովում գտնված այդ մշակութային արժեքները, որ կան գոյություն են թանգարաններում կամ պահոցներում, դրանք լիարժեք չեն, ուրեմն ցույց տալիս, ներկայացնում քաղաքակրթությունը, համաշխարհային մշակույթը եւ ինքը եկավ այդ բացը լրացնելու Ռուբեն Օրբելին, հենց նաև պահպանման խնդիրները լուծելու, որովհետև պահպանության խնդիր ունեն ստորջրյա արդեն իսկ գտածոները։ Անշուշտ, Ռուբեն Օրբելին լինելով շատ նույնիսկ եղբայրները միշտ նշում էին, որ ինքը ավելի տաղանդավոր է Ռուբենը, քան Հովսեփը կամ Լևոնը, նույնքը շփվելով այդ ակադեմիական շրջանակներում, կարծում եմ, որ Կարպինսկու հետ զրուցելով, Կարպինսկին որն ասել է, որ համաշխարհային օվկիանոսի հատակում էլ տեղի ունենում process-ներ, այսինքն այնտեղ խորությունները կարող են փոփոխվել, այսինքն այդ մշակութային արժեքները այնպես անհատանան հենց ծովի հատակում, որ այլևս հնարավոր չլինի պեղումներով դրանք գտնել կամ դուրս բերել, այսինքն նաև կա ժամանակի խնդիր, պետք է շտապել, պետք է այդ աշխատանքները կազմակերպել։ Մի հետաքրքիր դրվագ է նշվում համագործակցությունը երկու գիտնական եղբայրների Լևոն Օրբելու եւ Ռուբեն Օրբելու։ Այո։ Հենց ստորջրյա սուզումների հետ կապված ջրասուզակի առողջական վիճակի հետազոտության հետ, ֆիզիկական խնդիրների հետ կապված ինչպիսի դրվագ կար եւ արդյոք ճիշտ է այն վարկածը, որ փորձեր կատարել է Լևոն Օրբելու վրա Ռուբեն Օրբելին։ Սուզորդի օրգանիզմի խնդիրները հասկանալու։ Այստեղ Ռուբենը չի դրել փորձեր եղբոր վրա, բայց իրոք փորձ եղել է Լևոն Օրբելին հենց ինքն է իր վրա դրել այդ փորձը եւ նա համարվում է այս բնագավառում այն դասվում է այն գիտնականների շարքին, ովքեր իրենց վրա փորձեր են դրել։ Եվ ինչպիսի փորձի մասին է խոսքը։ Մի փոքր թողնենք, սա հետո կասեմ։ Ուրեմն նշեցիք, որ համագործակցել են, կարծում եմ, վստահ եմ, Ռուբեն եւ Լևոն Օրբելիները համագործակցել են, որտեվ այդ ժամանակ Լևոն Օրբելին, ռազմական բնագավառում էր նա, ստորջրաֆիզիոլոգիայով էր զբաղվում, որքան հնարավոր է ուրեմն այդ ջրասուզակներին ստեղծել հնարավորություն ավելի շատ սուզվելու ավելի մեծ խորությունների վրա եւ իր ձեռքում էր ամբողջ ծովային մեր ռազմածովային նավատորմի ամբողջ կազմը կարելի ասել, ամբողջ հնարավորությունները եւ դրանից օգտվում էր նաեւ Ռուբեն Օրբելին, բայց Ռուբեն Օրբելին չէր կարող չօգտվել նաեւ Հովսեփ Օրբելուց, որը հնագետ էր եւ անշուշտ նրա հետ զրույցներում իսկ դուստրա Ռուսդան Օրբելին երբ որ երեկոները նստում զրուցում էինք ցույց էր տալիս այդ սեղանը, որ մենք նստած ենք, ասում էր, այստեղ շատ հաճախ եղբայրները հավաքվում էին եւ այդ հավաքը ընթրիքից հետո վերերացվում խիստ գիտական զրույցների, բանավեճերի, հաճախ նաեւ կարող էր հասնել կռվի եղբայրների միջև, հիմնական մեղավորը այդտեղ Հովսեփը կարող էր լինել, Հովսեփը շատ բռնկում բնավորություն է ունեցել եւ շատ կոնֆլիկտային մի քիչ կարող եմ ասել դժվար տնորեն կոնֆլիկտային անձնավորություն փորձի մասին կա գիրք Գուգո Գլազեր ավստրիացի հետազոտող, որը հենց այդ գրքում իր բերում է խոսում են գիտնականների մասին, ովքեր իրենց վրա փորձեր են դրել եւ այնտեղ նաեւ խոսք է գնում Լևոն Օրբելու մասին, ինքը երկու անգամ ուրեմն սուզվել է ուրեմն նավաստիների հետ
подводный Ստոջրյա։ այդ նավով Սուզանավով եւ աշճանաբար իջել են, այսինքն փորձելու թթվածնի այդ քաղցի ուրեմն խնդիրները, ճնշման խնդիրները եւ երկու անգամ ուշագնաց է եղել Լևոն Օրբելին, նույն այդ ժամանակ նրա տարիքն էլ արդեն այն չէր եւ հազիվ դուրս են բերել եւ փրկել Լևոն Օրբելուն, այսինքն գրեթե փրկել են մահից Լևոն Օրբելուն։ Նա ավելի ծեր տարիքում երիտասարդ նավաստիների հետ, այսպես այո, բայց ինքը փորձել է անպայման ինքը հասկանալ ինչ է կատարվում օրգանիզմում այդ ժամանակ եւ օրգանիզմը չի դիմացել, իհարկե 20 տարեկան ծովային չէր ինքը, հա կարողացել են թորն է, այդ մասին թորնել է ինձ պատմել, ասում է պապիկին երկու անգամ հազիվ կարողացել են իրոք փրկել։ Պարոն Մկրտչյան, ինչ կարող են տեսնել նոր սերնդի մեր ներկայացուցիչները Օրբելիների տուն թանգարանում հենց ջրասուզական գործի հետ կապված եւ այն ամենի մասին, ինչ ավելի քիչ է խոսվում, քանի որ Հովսեփ Օրբելու մասին, Լևոն Օրբելու մասին, մյուս աշխատանքների ավելի շատ են խոսվում եւ գրեթե չշոշափված կամ համեմատաբար շատ քիչ շոշափված թեմա է ջրահնագիտությունը, հիդրոհնագիտությունը, որով զբաղվում էր Ռուբեն Օրբելին։ Ինչ կարող են տեսնել տուն թանգարանում։ Ասեմ, ավելի շատ կարող են լսել, քան թե տեսնել, որտեղ մենք չունենք այդ հնարավորությունը, ենթադրենք ներկայացնելու ջրասուզակի կոստյումը, այդտեղ կամ այդ նավակը, մակույկը, որ 3000 տարվա պատմություն ունի, իր կողմից հայտնաբերվել է, դիտակտիկ առարկաներ այդպիսի շատ քիչ։ Ունենք այնտեղ Ռուբեն Օրբելու իրերը, հա, եւ մի ծխամորճ կա, որը Օդեսայում հայտնաբերվել է ուրեմն ծովից, ուղարկել են Ռուբեն Օրբելուն իր կարծիքը հայտնելու այդ ծխամորճի մասին եւ մնացել է իրենց տանը փաստորեն ծխամորճը եւ դուստրը Ռուսուդանը ուրեմն հանձնել է թանգարանին։ Այնտեղ դուք կապը պահում եք։ Հա, ընտանիքի անդամների հետ։ Իհարկե։ Ու դա ընդունված է հուշաթանգարաններում անպայման թանգարանի աշխատակիցները, տնօրինությունը ժառանգների հետ կապը պահպանում են, այնպես մենք էլ պահպանում ենք եւ մեզ համար շատ հետաքրքիր եւ հաճելի է նրանց այցելությունները, որտեղ յուրաքանչյուր այցելության ժամանակ մի նոր բան ենք լսում իրենց ուրեմն պապերի, հայրերի մասին եւ դրանով ավելի հարստացնում ուրեմն էքսկուրսիոն մեր ասելիք։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունում պահպանվել են թանգարաններում հիշողություններ կամ ինչ-որ ցուցանմուշներ այդ մասին։ Եթե խոսենք երեք եղբայրների մասին, երեք եղբայրներից հենց ավակի Ռուբեն Օրբելու մասին։ Ռուբենի մասին այդ մակույկը ուրեմն ցուցադրվում է Ռուսաստանի ռազմածովային ուրեմն թանգարանում, պատկերացնում եք, չէ՞, ինչ հսկա թանգարան պետք է լինի դա, Ռուսաստանը ինչ ռազմածովային ժառանգություն ունի եւ այդ թանգարանը սկսում է Ռուբեն Օրբելու այդ ցուցանմուշով։ Թիվ 1 ցուցանմուշն է այդ մակույկը Ռուբեն Օրբելը դուրս բերած դրանով է սկսում, իսկ Լևոնի մասին ռազմաբժշկական ակադեմիայի թանգարանում շատ մեծ սրահ կա, Լևոնի մասին ցուցադրվում է, թանգարան Էրմիտաժում առանցին սրահ կա, Հովսեփ Օրբելուն է վերաբերվում եւ ասեմ ձեզ այնտեղ կան բավականին նյութեր նաեւ անիից։ Իհարկե Հովսեփ Օրբելին անի բեղումներով էր զբաղվում։ Անին նրա ցավոտ կողմն էր եւ ինքը շատ խստաբար անձնավորություն էր Հովսեփը, ասեմ ձեզ եւ բայց ասում են նրան երկու անգամ են տեսել աչքերին արցունքներ, հա, չէ, 3 անգամ են տեսել, երբ որ անի մասին են խոսել։ Երկրորդ անգամ, երբ որ այդ վերջին շարժակազմը Էրմիտաժի տարհանվող առարկաների արդեն ուղարկում էին արևելք եւ երրորդ անգամ, երբ որ մոր մասին է խոսել իր մոտ։ Դուք նաեւ գիրք եք հրատարակել Տարերի եւ ջրերի խորքում Ռուբեն Օրբելու աշխատությունները թարգմանաբար թե թարգմանաբար աշխատանքները Ռուբեն Օրբելի եւ ասեմ ձեզ դա առաջին հայալեզու
աշխատանքներն էին Ռուբեն Օրբելու։ Բոլորը ռուսերեն են եղել։ Այսինքն դա առաջին եւ միակ հայալեզու աշխատանքն է Ռուբեն Օրբելու աշխատանքների մասին պատմող։ Այո, առ այսօր միակ ուրեմն աշխատանքն է, որ Թանգարանի կոլեկտիվը ձեռնարկեց դրա թարգմանությունը եւ իր Հոբելյանի կապակցությամբ դա հրատարակեցինք։ Առաջիկայում կան ինչ որ ծրագրեր կամ նորություններ, նախատեսված պլաններ։ Անկեղծ ասեմ, Ռուբեն Օրբելու կոնկրետ իր հետ կապված չկան, բայց պատրաստվում ենք նշելու Թանգարանի հիմնադրման 40-ամյակն է լրանում, անշուշտ այդ մասին իր մասով էլ կգրվի, կխոսվի, դա։ Եվ վերջին հարցս։ Ռուբեն Օրբելու ծննդյան թիվը կարծեմ չէր համապատասխանում, սխալ էր գրված Վիկիպեդիայում։ Անկեղծ ասեմ, չեմ տեսել։ Մի քանի տեղ թվերը տարբեր էին, չէին համընկնում, թե երբ է ծնվել Ռուբեն Օրբելին, ու ինձ բավականին հետաքրքիր թվաց, թե հիմի որն է ճիշտը, ինչպես կարող ենք հասկանալ։ Ճիշտ ըստ փաստաթղթերի 1880 թվականի ապրիլի 23 Նախիջևան, Արաքսի վրայի Նախիջևանը, մահվանը 1943 թվականի մայիսի 9 Մոսկվա։ Մահացել է 43 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում, թաղված է հայկական գերեզմանատանը։ Շնորհակալություն։ Մենք դեռ շատ բարձելու հետաքրքիր տեղեկություններ ունենք Օրբելի եղբայրներից ավագի Ռուբեն Օրբելու մասին, ցավոք մեր ժամանակը մոտեցավ ավարտին։ Հիշեցնեմ, Ծովահայերի տաղավարում Օրբելի եղբայրների տուն Թանգարանի ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանն էր, հաղորդումը վարեց Աննա Մարտիկյանը։ Մնացեք խաղաղությամբ։